Այդ ժամանակ բայց որ ես երգել եմ, ալման մոդա է։ Սաղ ազգությունով նստել են ես ռիպսիկի երգում։ Ադամանդն էլ վերցրել գնացել ես տուն։ Մենակ DVD չի եղել։ Հա, հələ պատմի։ Լվացքի փոշիներել ա եղել։ Մամայի ինձ եկա ու կուտեմ տվել։ Դու երկու երեխա ես ունեցել։ Այո։ Այդ ավելի հեշտ էր, քան ծանրաձող Ծանրաձող ավելի հեշտ էր։ Ես ու ամուսինս նույն մտքին էինք, որ հենց ամուսնանանք, ես տուն չեմ մնալու, տնային տնտեսուհի չեմ լինելու, բայց անցած տարվանից ես մտել եմ խոհանոց, շատ դաժան եմ, որովհետև ամեն առավոտ մամաս սոված եմ։ Արի հիշենք այն պատմությունը, որ մեքենա եք տեղաշարժել։ Այդ ավտոն վերցրել ենք, դրել ենք մի կողմ, ուշքը գնացել էր մարդիչա, ասա խելար են ծոսոնք։ Ես 50 կիլոգրամ եմ, մի քիչ ավելի, ինձ կկարողանես գլխավերևում պահել։ Սենց հրել եմ երկու կողմի։ Ու սերիս վրա եմ դրել ու տարել եմ։ Ինչ որ մարդիկ օդ են բարձրացել։ Աստված իմ, ես կարամ մի օրը 1 կիլոգրամ քաղցր ուտեմ։ Տոնական, չեմպիոնական ու շատ ուժեղ թիվ թվաբանության եք միացել, որովհետև այսօր իմ տաղավարում է Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, մեր շատ սիրելի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը։ Շնորհակալ եմ շատ, որ այստեղ ես Հռիփսիմե ջան։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Քեզ ու քո սերնդակից ծանրամարտիկներին բոլորին պիտի մեծ շնորհակալություն հայտնեմ իմ եւ մեր հասարակության կողմից, որովհետեւ տարիներ շարունակ մեզ պարգևել եք շատ բուրըն էմոցիաներ։ Մենք անկեղծ եմ ասում, հիմա հիշում եմ ու էլի փշաքաղվում եմ էկրանից այս կողմ ամեն անգամ, երբ որ դուք հերթական մոտեցումն էիք կատարում, ձեզ հետ հավասար շնչակտուր սպասում էինք արդյոք կարողանալու եք գլխավերևում պահել այդ քաշը թե չէ, իսկ վերջում էլ անպայման հիմնի տակ կանգնած ձեռքները այսպես սրտից դրած մինչև վերջ ձեզ հետ ապրում էինք այդ ապրումները, շնորհակալ եմ շատ։ Իսկ այսօր մենք խաղալու ենք 963 ռոբոտիկի հետ, արհեստական բանականությամբ է օժտված մեր ռոբոտիկը, չգիտեմ քո ծանր քաշերն ու ուժը օգնելու են հաղթել նրան թե ոչ, բայց դե դու հաղթանակների սովոր ես, այնպես որ տեսնենք, արհեստական բանականությունը մեզ տալու է թվային պատասխաններ ենթադրող հարցեր, մենք փորձելու ենք գուշակել։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ ինչպես միշտ։ Այո, գնացինք։ Քանի կիլոգրամ է մեկ մոտեցմամբ գլխից վերև պահել ամենածանր քաշ բարձրացրած կին ծանրամարտիկը։ Դու չես։ Դու ես։ Ես եմ։ Ամենածանրը։ Ամենաշատը ես եմ բարձրացրել։ Վստահաբար։ Միանշանակ, դա եղել է օլիմպիական խաղերը, հրում վարժությունը բարձրացրել եմ 166 կիլոգրամ։ Դրանից բարձր քաշ Ոչ չի բարձրացել, ոչ, նազիկն էլ 147 կիլոգրամ։ Իսկ աշխարհում։ Աշխարհում դա եղել է Զուլուլուն, ես իր հետ եմ մրցել, որը հենց օլիմպիական խաղերը բրոնզն եմ նվաճել։ Պարզա չէ ոնց եմ պարտվելու այս խաղը։ Մի ասա, Հռիփսիմե ջան, մենք մրցում ենք, պիտի գրես։ Մոտավոր 90 Կարամ արտագրեմ։ Արտագրի։ Չէ, արտագրի լավ։ Պտտենք։ Եթե տղամարդկանց մասին լիներ, ինձ թվում է Լաշան է, չէ, ամենաբարձրը, տարիներ շարունակ մեզ զրկել է չեմպիոնությունից։ 180 իմ կարծիքով, իսկ Հռիփսիմեն կարծում է 192 եւ ինքը անձամբ կարծես թե այդ հարթակում է եղել, տեսնենք։ Ամենածանր քաշը բարձրացրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կաշիրինան 193 կիլոգրամ։ Մի կիլոյի տարբերություն, ոնց որ միշտ պարտվել եմ Կաշիրինային մի կիլոգրամ էր, բայց այսօր դու հաղթում ես, որովհետև իմ թիվը ավելի հեռու էր ճիշտ պատասխանից։ Ես վերցրեցի հենց օլիմպիական խաղերը, որտեղ որ հենց Տատյանա Կաշիրինան պարտվել է չինացի այդ մարզուհուն։ Բայց փաստորեն ինքն է ամենաբարձրը։ Փաստորեն, աշխարհի առաջնությանը բարձրացել 193։ Անգիր հիշում է ով ինչքան է բարձրացել։ Այդ աշխարհի առաջնությանը ոնց որ ես կոտրեցի իմ թևը։ 2011 թվական, եթե չեմ սխալվում։ Քո մրցակցի մասին էր փաստորեն տեսնում ես։ Բայց նա քեզ միավոր է բերել այս անգամ։ Այո, դու 1-0 հաշվով առաջ ես անցնում ինձնից։ Եվ մոտենում ես չեմպիոնական տիտղոսին մեր խաղի։ Քեզ համար ամենածանր այդ մի քանի վայրկյանը երբ է եղել։ Երբ որ բարձրացել ենք հարթակ ու տրված է մի րոպեում որոշվում է մեր 1 տարվա աշխատանքը կամ այս կողմ կամ այն կողմ։ Դու երկու երեխա ես ունեցել։ Այո։ Այդ ավելի հեշտ էր, քան ծանրաձող ավելի հեշտ էր։ Ծանրաձող ավելի հեշտ է բարձրացնել ծանրությունը։ Դժվար բան, քան ծանրաձողը գլխավերևում։ Այո, տնային տնտեսուհի լինելն էլ է շատ դժվար ինձ համար։ Ամեն ինչը կապում եմ շտանգայի հետ, ինձ համար ծանրությունը ավելի հեշտ է։
Ավելի լավ է 2 անգամ այդ քաշը բարձրացնեմ։ Այո։ Այս երախուն դուք ունեցեք իմ փոխարեն։ Լավ, ես 50 կիլոգրամ եմ, մի քիչ ավելի։ Ինձ կկարողանաս գլխավերևում պահել։ Այդպես չեն կարող, որովհետեւ բոլորը հարցնում են. «Կարո՞ղ մեզ բարձրացնեք», չէ, միանշանակ չեն կարող, որովհետեւ հավասարակշռություն պետք է ունենանք մենք։ Մեկ կողմից դույլը, որ վերցնում ենք ձեռքով, չեն կարող, պետք է երկու կողմից լինի, կարող ենք 100-200 կիլոգրամ պոկեն գետնից։ Դե ես ինձ համաչափ մարդ եմ, բայց։ Եթե ես պարկեք մի Պարկեմ, հա, ասենց պարկեմ, ասենց բարձրացնեք։ հիմա դժվար է։ Այն ժամանակ, երբ որ սպորտում էի, կարող է։ Հասկացա, ուշացել եմ։ Այո։ Լավ, եկեք խոսենք մի քիչ երեխեքի հետ կապված այդ ծանր քաշեր բարձրացնելը, հատկապես ձեր ամուսինն էլ է ծանրամարտիկ եղել եւ մարզիչ է, դուք հիմա եւս մարզիչ եք։ Այդ ծանր քաշեր բարձրացնելը, ֆիզիկապես ուժեղ կին լինելը, ինչ է փոխել ձեր երեխեքի կյանքում։ Խաղերի առումով օրինակ։ Կան արտասովոր խաղեր, որ Իմ անձնական երեխաների։ Իհարկե անձնական երեխաների։ Օրինակ կարող եմ ասել տան մաքրության հարցում, երբ որ պետք է ինչ-որ գույք տեղաշարժել, շատ հեշտությամբ տեղաշարժում եմ, էլ ամուսնու օգնության Բոլորը մի հատ գաք օգնեք մենակով։ Մի ձեռքով, մեկ Այո, հենց այդպես էլ Օրինակ կա։ ամենածանր բանը որ տեղաշարժել ես, ինչն է եղել։ Սառնարանը։ Սենց հրել եմ երկու կողմի։ Ու սերիս վրա եմ դրել ու տարել եմ։ Ոտերի տակը կտոր եմ դրել, որ ինքը հեշտությամբ սղա։ Ուսերի վրա դրած։ Ասենց հենվացրել եմ ինձ ու քաշել։ Արի հիշենք այն պատմությունը, որ մեքենա եք տեղաշարժել։ Կանգնած տեղից։ Դա եղել է հավաքների ժամանակ, երբ որ պատրաստում էին Եվրոպայի խաղերի մեծահասակների։ Մեր մեքենային խանգարում էր դիմացի մեքենան, որ անցնեինք, որ գնայինք մարզման դալիճ, ես Մելինեն եւ Նազիկն էինք։ Մեր գլխավոր մարզիչը մեզ ասեց աղջիկներ մի բան ասեմ կռնակ ենեք ասինք մի հատ ասատենանք ինչա բա կարա քեզ ավտոն շարժեք տեղից նայենք իրար ասինք էդ ինչա մեր համար հենց երեքով այդ ավտոն վերցրել ենք դրել ենք մի կողմ ուշքը գնացել էր մարզիչը ասա խելար են ծոսոնք Ո՞տես մեր մեքենային ճանապարհ ենք տվի անցել ենք ասինք մեր մարզումներին ոչ ոք չի կարող իրավիճակը շատ խնդալու է ցանկացած բան ինչը ճանապարհին խոչընդոտա միացած վերցնում են դնում են այն կողմ աղջիկներով կարելի ասել աղջիկներով Մենք ենք զարմացել աղջիկ լինելով այդպես բան ենք անում ամոթել էր Իսկ էլ ինչ զավեշտալի դեպքեր կհիշես մարզումներից չգիտեմ կարևոր մարզումներից Հիմա չեմ հիշում, բայց մրցման ժամանակ, երբ որ գնացել էինք մրցումների, գնացել էի չեմպիոնության հույսով, բայց ցավոք պարտվեցի այդ մրցումները։ Մայրիկս անունը ոսկե հատ է, դե կարճ ոսկին են ասում։ Այտենց նեղվեցի, լացեցի, մարզիչը Արտաշես Ներսիսյանը ասեց. «Հնչի գուլաս որ, այտենց լենականի բարբարով, ասի դե ընկեր Արտաշեկել էի, որ չեմպիոն դառնայի, արծաթ եմ վերցրել, ասեց «Էլ ինչ արծաթ, տունը 100 կիլոանոց ոսկի ունես»։ Ասեց ոսկին տունը դրած ոսկու հետևից էս եկի արծաթ տակ։ Ինչ լավ ես խոսում Գյումրվա բարբարով։ Բոլորը չնայած մտածում են, որ դու գյումրեցի ես, բայց իրականում Հռիփսիմեն ապարանցի է, ուղն ու ծուծով։ Միակ ապարանցին։ Իսկ ինչ ես զգում, որ ապարանցին։ քեզ անընդհատ գյումրեցու տեղ են։ Ես արդեն ընդունում եմ, որ ես գյումրեցի եմ։ Ոնց բոլորը տենց ես։ Հանրությունը բոլորը կարծում են, որ գյումրեցի եմ, որովհետև 20 տարուց ավել է ես գյումրեցիների հետ եմ շփվում, ես իրանց բարբառը լավ գիտեմ ու այնպես չի, ես սիրում եմ հենց Գյումրին։ Եղել ես չէ։ Շատ, հա, Իսկ մեր բարբարով հետ ինչ տարօրինակ բառեր գիտես։ Օրինակ փուրչուլուխը չգիտեի, դա գազարն է, լախանան կաղամբն է, կագալը պոպոկն է։ Ապրես։ Ինչ կրնամ չիմանամ։ Չէ, բավականին բառեր գիտեմ, որ հենց սկսում ենք խոսակցության մեջ, արդեն ես էլ սկսում եմ խոսալ։ Իսկ քեզ համար ամենահաջողակ եւ ամենաաշխատասեր մարզիկով է ծանրամարտի։ Երևի ամեն մեկը իր համար է աշխատասեր բոլորն էլ աշխատասեր են, եթե իրենց առաջ դրված է նպատակ, բոլորն պետք է աշխատասեր լինեն ու նպատակը սլած։ Ու կուզենամ, որ բոլորը այդպես լինեն։ Լավ, հիմա քո մարզչական կարիերային էլ կանրադառնանք, մինչև այդ լսենք երկրորդ հարցը եւ հիշեցնենք, որ Հռիփսիմեն ինձնից առաջ է անցել։ Գնացինք։ Եվրոպայում մեկ մարդը տարվա ընթացքում միջինում քանի կիլոգրամ շոկոլադ է սպառում։ Շոկոլադ։ Կիլոգրամ շոկոլադ։ Մեկ տարվա ընթացքում։ Ես գիտեմ, որ դու շատ ես սիրում եւ հաճախ ես ուտում, չնայած որ կարծրատիպ կա, որ մարզիկները չեն ուտում կամ չի կարելի, չէ՞։ Դա բացառապես սուտ է, որովհետեւ ես քաշային խնդիր եմ միշտ ունեցել, պետք է անձնական քաշս բարձրանալ, որ հենց Տատյանայի հետ կարողանայի պայքարել, բայց
Իմ ազնական քաշը միշտ երկնիշ թվով է կշռվել, ես երանիշ թիվ երբեք չեմ կանգնել ու անդադ քաղցր ուտում էի, ջուրը խմում էի, բայց չէի չաղանում։ Բա Գիշեր ցերեկ ես նույնիսկ բուդելնիկ էի դնում, որ արթնանայի գիշերվա 2-ին, 3-ին, բրթունջներ էի ուտում։ Քաղցր Ժամը էի ուտում, 2-ին վիճնայի ժամն է։ Այո, առավոտյան արթնանում էի, նորից նույն քաշին էի կանգնած լինում։ Ու մարդիկ, որ գիշեր ցերեկ հաց չեն ուտում, որ նիհար են։ Էդի 1 տարվա կտրվածքով Հա, ասեց։ 1 տարվա կտրվածքով։ Ոստված իմ, ես կարամ մի օրը 1 կիլոգրամ քաղցր ուտեմ։ Դրա համար եմ ասում։ Լավ, իմ սիրած թիվն եմ ես գրում էլա։ 77 կիլո։ Ինչ կլինի։ Իմ սիրած թիվն է, թողնի տենց։ Ես շատ փոքր թիվ եմ գրում, 77 կիլո շոկոլադ կլինի ուտել։ Տարին, ոչ։ Այդ հոգու շտանգան չի, որ բարձրացնում ես, տնաշեն։ 7 կիլոգրամ իմ կարծիքով եւ չափազանց մեծ թիվ ռիփսիմեի կարծիքով 77։ Շատ ծինու թիվ է, ինչ կլինի, եթե ես ուտում եմ։ Այդ քո ծանր քաշերը չեն։ Լսենք։ Հələ։ Եվրոպայում մեկ մարդը տարեկան սպառում է միջինը 8-ից 12 կիլոգրամ շոկոլադ։ Ես ամերիկացու տեղի ինձ դրել։ Լավ, քանի որ ես Շաքարից կմեռներ այդ մարդը այդքան ուտեր։ Չի, բայց ես շատ եմ ուտում ախր։ Ես էլ պետք է հենց տարին սկսվել ու կշարեմ։ Հələ դու կշռե ամեն օրվա կերածը։ Մի հատ դիրքշեռքին պլյուս 500 գրամ, հետո տենց։ Կհաշվես մյուս տարի հաշվետվություն կներկայացնես թիվ տվաբանություն։ 1-1 տեսար չէ։ Այն ռուսի օինն եմ բերելու հեսա գլխիդ։ Մի միավորով առաջ եմ անցնելու։ Լավ, դե պատմի տեսնեմ այդ երբ որոշեցիր, որ արդեն տանը կարող ես պատրաստել, որ ամուսինդ ասում է քիչ-քիչ արդեն գիտի, կարողանում է։ Երբ որոշեցի։ Այս տարվանից, որտեվ ես չէ, անցած տարվանից ավելի շուտ։ Ահա գիտել շուտ է սկսվել։ Հա, անցած տարվանից։ Բայց քանի տարի ամուսնացած ես։ 13։ Ահա։ 12 տարի անց Փրիպսիմ եմ որոշել է խոհանոցում փորձել իր ուժերը։ Ես ամուսնացել եմ ու գնացել եմ մրցումների։ Խոհանոցը իմը չէր։ Ես ու ամուսինս նույն մտքին էինք, որ հենց ամուսնանանք, ես տուն չեմ մնալու, տնային տնտեսուհի չեմ լինելու, որովհետև դա իմը չի։ Ու այդպես ես ամուսնացա, բալիկ ունեցա, նորից վերադարձա սպորտ։ Բայց անցած տարվանից ես մտել եմ խոհանոց, շատ դաժան եմ, որովհետև ամեն առավոտ մամա սոված եմ։ Մաման միջև հասցնում է պատրաստում է, ուտում վերջացնում է մի ժամ ասում է մամա սոված եմ։ Ասում եմ Աստված իմ խիմ տարիք է այսքան շուտ եկա, որ ես սպորտը թողեցի։ Իսկ ինչ ես պատրաստում։ Շատ եմ սիրում պատրաստել աղցաներ։ Անգույն սուպեր։ Անգույն։ Այո։ Ինչի։ Սիրում եմ։ Ես այդ անգույն սուպերին ասում եմ հիվանդանոցի ճաշ։ Դիետիկ սնունդ։ Դիետիկ։ Իսկ ժամանակին դիետաներ շատ ես պահել, բացի այն որ Բացարձակ։ Չէ, սննդակարգ որպես այդպեսին։ Չեմ ունեցել։ Չես ունեցել։ Բայց մարզումների հետ կապված շատ խիստ է եղել։ Քեզ մոտ գիտեմ, որ նույնիսկ քույրերից հետ մեկի նշանադրությանը չես եղել, չէ՞, այդ պատճառով։ Դա նրա համար չի եղել, որ ես ռեժիմս չխախտեմ, որտեղ մրցումներին շատ խանգարում նույնիսկ 1 ժամը, եթե բացակայում ես։ Թե չէ, ասենք, սննդակարգ ես բացարձակ չեմ ունեցել։ 12 տարեկանից մարզվել եմ, 40 կիլոգրամ եմ եղել ժամանակ։ Չպսի մե 12-ից որ մարզվել ես, այն 16-17, այն որ շատ կռվարար տարիք ունեն, երեխեք այդ տարիքում կռիվների մեջ չես ընկել։ Կամ ասեն իմանան, զանգեն ասեն Փրիպսի մե արի։ Կռվի մեջ են, կարի հասի։ Չէ։ Չէ։ Շատ խելոք երեխա ես եղել։ Շատ հանգիստ եմ եղել, բայց որ բռնկվում էի վերջ։ Ահա, դե հիմա պատմի մի օրինակ, որտեղ բռնկվել ես ու Ձև ինչ որ մարդիկ օդ են բարձրացել։ Չէ, ձև չի եղել, եթե ասենք հավաքների մեջ էլ հենց այն որ ասում եմ իմ շողքը որ տենում էին երեխեքը, всё, քարանում էին։ Թմի հավաքը ես էի։ Ես էլ որ գոռում էի, սաղ այդ բազան ձայնս բռնում էր։ Դե կռվարար շատ չեմ եղել ես։ Թե հա, եկել ես ուրվագ։ Պատկերացնում եք, ես կռվարար լինեի ու այդ ուժս։ Ամեն մեկին որ ասենք իմ ուժը ցույց տա, երևի Հայաստանը մարդ չմնար։ Դրա համար կարողացել եմ ինձ զսպել։ Համ դու ես զսպել, համ էլ իրենք են զսպվել իմ կարծիքով։ Դե տեսել են իմ մոտ։ Դու ինձ ժամանակ շոտ էինք պորապած, հիմա որ ես իմ նկարները տենում եմ, ասում եմ Աստված իմ ես ինչ եմ եղել։ Մկոները ահավոր ա եղել մեր ձևավորված, բայց այն ժամանակ ես գիտեի շատ լավ է, ինչ է, կոմֆորտ էի ինձ զգում։ Հիմա արդեն մի քիչ նստած է։ Այսպես ավելի լավ ես քեզ զգում։ Չէ։ Всё-таки
Պարապածը լավ է։ Հա։ Մեկ-մեկ է մեր հաշիվը եւ մենք լսում ենք հաջորդ հարցը։ Որքան արժի ամենաթանկ երաժշտական մրցանակը։ Մեր ռոբոտիկը գիտի, որ դու երաժշտության հետ սեր ունես եւ ազատ բոլոր ժամերին երգում ես։ Դրա համար այս հարցը պատրաստել։ Չգիտեմ ինչ գրեմ։ Մոտավոր պատկերացրու։ Ինչքան կուզեիր մրցանակը լիներ օրինակ, եթե երգչուհի լինեիր։ Ալեմայի ադամանդեսի վերջո։ Կմեռնեմ ես վերջը բացահայտիկ էլի, չնայած բոլորը գրում են, «Էս դուք եք», հիմա եկել եմ ուժերս փորձեմ։ Քո ադամանդը ինչքան արժեր, լուսահոգի կարապետի չի տված։ Վայետի ամոթ էր։ Որ ասեմ, DVD էր։ DVD էր։ Այդ ժամանակ բայց որ ես երգել եմ, Ալման մոդա էր, իզուր մի խնդաց։ Ես դրիվ համաձայն եմ, բազմաթիվ աստղեր ծագել են հենց Ալմայից, մենք Ես դեմ գիտեի, ես բարձրակարգում արձի կդառնամ։ Բայց դե հանրությանը ինչ որ բան օգուտ ենք տվել, նայում են, ուրախանում են։ Իհարկե, մինչև այսօր ուրախանում ենք։ DVD էր, հա? Դա է DVD-ին։ Հա, երևի մամայից տուն եմ թողել եմ։ Թողել եմ իրանց օժիտել։ Հիշում ես այդ երգը, բայց։ Չէ։ Լսի 15 տարեկան էի այդ ժամանակ։ Ու ես հիմա որ նայում եմ, ասում եմ, ախ, չես ինչ ես գնացել, եկե խայտարակ եք ես։ Ուրախ երգեր ես հիշում եմ, ինչեր կիսա ռապիսա ազգագրական։ Քեզ համար ինչեր Աշխարհից աշխարհ եմ եկել չէ։ Նույնիսկ երեխաներս, մամա, ես դու չես ասում եմ, վայ, մի հատ փագի քիծեն կողմի վրա։ Դարդերս եք իրար տալիս։ Ու ես ինձ հույս եմ տալի, ասում եմ, հա ինչ, հիմա մեր լավ երգիչները, երգչուհիները այդտեղից է սկիզբ առել։ Այո։ Ասում եմ, հիմա ես փորձեցի, չստացվեց, ես էլ լավ մարզիկ եմ դարձել։ Իմ բախտել մարզաշխարհում ստացվեց։ Վերջը հանրությանը ես հենց իմ բերնով ասեցի, այո, ժողովուրդ ջան, դա ես եմ եղել։ Վայ, շատ ուրախ տեսանյութ է, ինչ կա դե։ Հիմա բոլորս էլ 15-ում մի հատ տենց սխալ գործած կլինենք։ Հա, բա պետք է ունենանք, թե չէ մի սխալ։ Լավ, քո ադամանդը փաստորեն DVD էր, որը աշխարհի DVD-ն էլ այն ժամանակ ինչքան էր, $50 էր, ահագին գումար էր այդ թվերին։ 2003 թիվ։ Բայց դու ինքնակամ էիր գնացել այդ մրցույթին։ Չէ, տարելի։ Ո՞վ։ Չեմ էլ հիշում Արևանի ամուսիններով էր։ Ռիփժան կարա գնանք երկենք։ Ես էլ երեխայի հա գնանք։ Մեկը չկար ասել, ուր ես գնում սպասի։ Լսի մոդա էր, որ գնում էին ալում, գալիս էին, հա, բոս ազգությունում նստել են ես արա ռիպսիկի երկում։ Մի հատ էլ ձենը զվուկ էին տալիս։ Լավ գրենք։ Մարդիկան շատ են նեղվում իրանց անցյալից չէ, ես հեչ չեմ նեղվում։ Ինչ կա։ Ուրախ ժամանակ ես անցկացրել, ադամանդն էլ վերցրել, գնացել ես տուն, այդ ժամանակ ադամանդը քիչ բան էր, բա։ DVD չի եղել։ Բա, հələ պատմի։ Լվացքի փոշիներ էլ ա եղել։ Մամայի ինձ եկա օգուտ եմ տվել։ Էբա Լվացքի փոշի։ Փոշիների հավաքածու դոս ինչ Դոսյա։ Հա, դոսյա պրանկանիշներ։ Թանկ էր այն ժամանակ այդ ոնց որ դերբիներ, չէ՞, թանկ պլիտկա։ Կմեռնե։ Կյանքս 20 տարով երկարացրեցի։ Շատ լավ է որ կարողանում եմ։ Ոյ, հոպրես դու։ Մաման հիմա գին գրեմ։ Դե գրի մի բան, չգիտեմ։ Մի հատ գին գրի։ Այսքանից հետո ինչ գրես քոնն է միավորը։ Եթե ես Պատտում ենք։ 20002-ից կարծիքով էլ մեր երևակայությունը ոնց որ ադամանդից ու DVD-ից այն կողմ չի անցնում։ Լսենք ճիշտ պատասխանը։ Բայց ասել եմ միավորը ինչ ուզում ա լինի Birgit քոնն է։ Nielsen Prize ամենաթանկ երաժշտական մրցանակներից մեկն է։ Նրա գումարային արժեքը $1 միլիոն է։ Ոստվոցներ։ Կուզեիր օրինակ օպերա երգեր։ Բա չէ, բա DVD-ն ալավ թե գումարը։ Լվացքի փոշին։ Լվացքի փոշին։ Ռիփսիմը գիտես ինձ ինչն է նաև շատ տպավորել, որ այո, մեր մարզիկները, կին ծանրորդները բոլորը կանացի էին ու իսկապես դե այնտեղ կան ավելի ծանր քաշերով, մի քիչ ավելի տղամարդկային կեցվածքով ծանրամարտիկներ, իսկ դու միշտ լաքը տեղներ եղունգների, այդ լաքին համապատասխան ականջողեր, լիքը քարիկներով բրոշկաներ կամ ինչ-որ բաներ, ես անկեղծ եմ ասում, միշտ ասում եմ, Ռիփսիմի քարիկները ինչ լավն են։ Այդ աղջիկականությունը ու այդ ծանր մարզաձևը չէին հակասում իրար։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։
Կինը պետք է ներքուստ հենց կանացի զգա իրեն, կապ չունի ինչ սպորտաձևով զբաղվում, որտեվ բոլորը ասում են, որ ծանրամարտը տղամարդու սպորտաձև է, կոպտացնում է, չգիտեմ, կանային կառուցվածքն է փոխում։ Դե ես էլ ամեն ինչ անում եմ, որ այդ կարծրատիպերը կոտրվեր, որ կանացի լինեին։ Շատ լավն է, 180 կիլոգրամանոց ծանրաձողը վերցնում է ականջողերը, իսկ երկար ականջողեր էիր կախում այդ քարիկներով։ Իսկ օլիմպիական խաղերի ժամանակ է մեր դրոշներ եռագույնը իմ յաղուներին։ Այ այդպես։ Մենք քեզ չենք մոռանում, այդ կերպարդ միշտ կա։ 2-1 է, ոնց խոստացել էի, որովհետև բոլորիս կյանքը երկարացրիր ԱԼՄ-ի հետ կապված պատմություններով, 2-1 հաշվում առաջ ես անցնում, լսում ենք հաջորդ հարցը։ Որ տարիքում է օլիմպիական չեմպիոնի տիտղոս նվաճել ամենատարեց կին մարզիկը։ Ոյ։ Չգիտեմ։ Բայց կուզեիր լինել դու։ Դե միանշանակ։ Ես կուզենայի լինեի, բայց եթե ես վերցնեմ, ես 37 տարեկանում սպորտը թողել եմ ու այդ տարիքը արդեն համարվում է ինքը մեծ սպորտի մեջ։ Ահա։ Ձեր մարզաձևում թե առհասարակ։ Ինձ թվում է կան մարզաձևեր, որտեղ ավելի երկարակյաց են մարզիկները։ Կարող է լինել, չեմ անում, բայց մեր մարզաձևում հաստատ այդ կողմից ավել չես կարա էլի բարձրացնես, որտեվ ես թողեցի հենց դրա շնորհիվ, տարիքի շնորհիվ թողեցի։ Հա, դրա պատճառով, հասկացա։ 42 գրեմ ես 42 Ռիփսիմեի կարծիքով, 43 իմ կարծիքով։ Լսենք։ Նետաձիգ Էլիզա Փոլոկը Նետաձիգ իր ոսկե մեդալը նվաճել է 63 տարեկանում։ Տես այդ տեսակ մարզաձևերը հետ հաշվի չէին առել։ Ռիփսիմե, դու ավարտեցիր մարզիկի կարիերան, բայց մնացիր սպորտում արդեն որպես մարզիչ եւ ունես միջազգային որակավորում։ Այո, միակն ես Հայաստանում հիմա միակն է, նազիկներ, բայց նազիկին որակազրկեցին այդ մրցումների ժամանակ, որ ոտքի չէր կանգնել, դրոշը երբ որ բարձրացրել էր։ Ում դրոշն էին բարձր։ Թուրքիայինն էր կամ Ադրբեջանն է, չեմ հիշում։ Հիմա ես եմ մենակ։ Ու հուսամ ես օգտակար կլինեմ մեր հայ մարզիկներին, որ հաղթանակները բերենք Հայաստան։ Իսկ հիմա ամենաբարձրը, որ գլխավերևում պահում ես, ինչքանն է։ Որ ասեմ չեք հավատալ, 20 կիլոգրամ։ Ընդհանրապես, իսկ կոպես։ Այո։ Ես իմ լավագույն մարզումների ժամանակ, որ բարձրացրել եմ, դա եղել է 173 կիլոգրամ, իսկ այժմ երբ որ ես ուզում եմ իմ սաներին ինչ-որ բանը վարժություն ցույց տամ, մասնիկ, ես նույնիսկ չեմ էլ կարող ցույց տալ։ Հետաքրքիր է, որ մկանները այդքան հետ են գնում, այո։ Դե ոչինչ, լավագույն ժամանակները մենք ապրել ենք, տեսել ենք, իսկ ի՞նչն էր քո սուպեր կարողությունը եւ քեզ հաջողություն բերած բնավորության գիծը։ Որ ես շատ համառ էի, նպատակասլաց ու կամքի ուժ ունեի։ Որ բոլոր դժվարությունները հաղթահարել եմ, բոլոր այն վատ բամբասանքները մի կողմ դրել եմ ու գնացել եմ իմ նպատակի ետևից։ Հա, այն կյանքի մի փուլ կար, որի մասին ես չեմ էլ ուզում խոսել, որովհետև դա ընդհանրապես չի երկրորդում քո փայլը ոչ մեկիս աչքում, առավել եւս այդպես։ Ապրեք։ Միանշանակ այդ աներկբա։ Եվ լսենք վերջին հարցը։ Գնացինք։ Ով է ամենահարուստ ծանրամարտիկը եւ որքան կարողություն ունի։ Պատմի։ Ես որ այդ հարուսների մեջ չկամ, ես ոչ սովորական աշխատավոր մարդ եմ, աշխատավարձ մարդ եմ, այո։ Ես այնպես չի որ ինձի այն որ ասում եմ միջև կյանքիս վերջ ունեմ գումար ստանալու, չէ։ Սովորական երբ որ աշխատավարձ եմ ստանում, այդպեսի մարդ եմ։ Իսկ ինձ թվում է դա լաշան կլինի։ Ըհը։ Դե իհարկե։ Աշխարհում ինչքան տիտղոս կա տարել է տուն։ 3 անգամ օլիմպիական չեմպիոն է դարձել, լաշան։ Ինչքան մեր քթերից բերեց առաջնությունները։ Որ ինքը թողեց արդեն մեծ սպորտը, ես ուրախությունից լացում եմ, ասում եմ վերջապես, վերջապես։ Ես էլ եմ կարծում, որ լաշան է, բայց գաղափար չունեմ ինչքան հարստություն կունենա ծանրամարտիկը։ Լավ, մոտավոր ինչ թվեր են, օրինակ օլիմպիական չեմպիոն դառնալու դեպքում ինչքան է ստանում մարզիկը։ Ոյ, ես կարող եմ երրորդ տեղ ասեմ, որ ես ստացել եմ։ Իմը երրորդն է, ես երրորդն եմ։ Լավ, ասա դու երրորդ։ Ես չեմպիոն չեմ դառել, որ իմանամ էլի։ Երրորդ երբ որ ստացա, դարձա օլիմպիական խաղեր 10 միլիոն դրամ պետությունն էր տալիս, բայց Գագիկ Ծառուկյանը խոստացել էր ով մեդալ բերեր կրկնա պատիկ եմ տալի 20 միլիոն պլյուս 30 միլիոն դրամ ես ստացել եմ դա պարգև, բայց տարին ես ստանում էի 1 միլիոն դրամ, այդ մի տարի։
Մի տարին վերջանում է, всё, մոռացի դինչ, այո, իհարկե։ Գնամ մյուս մեդալի հետևից։ Всё, այդքանը։ Լավ, ես սենց գրեմ։ Հա։ Հա, Լավ, մեկի ես գրեմ։ Давай։ Պատտեցինք։ Հանցավոր համաձայնության ենք գալիս անընդհատ թվերը գրելիս 1 միլիոն դոլար իմ կարծիքով եւ 1.1 միլիոն ինձ հուշում են որ շատ փոքր թվեր ենք գրել, բայց արդեն ուշ է, տեսնենք ինչ է ասում մեր ռոբոտիկը։ Լաշա Տալախաձեն ամենահարուստ մարզիկն է, մոտ 2.5 միլիոն դոլար կարողությամբ։ Շատ չէինք հեռու, Ես հաղթել եւ եմ։ Ռիփսիմեն հաղթում է։ Ապրես, տեսար։ Լաշայի հաղթեցի։ կարողությունը լավ ես հաշվում։ Կմեռնեմ, շատ լավ էր։ Ես շատ շնորհակալ եմ այս զրույցի համար։ Նոստալգիկ էր շատ, չեմպիոնական էր իրոք ու ուրախ էր։ Ալմայական։ Ջան, Ալմայական, չէ, թիվ թվաբանական ինձ թվում է ավելի։ Կան սիրուն հիշողություններ, ամենավառ հիշողություններից մեկով գուցե կիսվես եւ այդպիսով փակենք այս տոնական հաղորդումը։ Ամենավառ հիշողությունը դա նորից իմ սպորտի հետ է կապված, որ ես անցած տարի վերջացրի հրաժեշտ տվի սպորտին, կոշիկներս, մարզակոշիկներս դրեցի հարթակին եւ հրաժեշտ տվեցի։ Դա կդաջվի իմ սրտում։ Այդպես Հուզվում է։ Շնորհակալ ենք շատ անցած Ես նույնպես։ բոլոր հաղթանակների համար, բոլոր էմոցիաների համար եւ հուսով ենք, որ այդ ուժը եւ փորձառությունը ամբողջությամբ կներդնես մեր ապագա ծանրորդների կարիերայում Անպայման։ ու կունենանք նորանոր հաղթանակներ։ Շնորհակալ։ Տոնական մեր եթերը այսպեսին էր, լավ եղեք, հաղթանակներով լի տարի թող լինի 2026-ը, կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։